Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Միլանում ընթացող Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան ժողովի շրջանակներում հանդիպել է Ասիական զարգացման բանկի նորանշանակ նախագահ Մասատո Կանդային, քննարկելու երկկողմ գործակցության նոր ուղիները եւ տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ տարածաշրջանի ներդրումային հնարավորություններին եւ տնտեսական աճի խթանմանն ուղղված բարեփոխումներին։ Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է Ասիական զարգացման բանկի հետ գործակցության կարեւորությունը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովման համատեքստում։ Բանկի նախագահ Մասատո Կանդան բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը ուղղված ֆինանսական կառավարման եւ ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ վերահաստատել Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը ապագայում եւս աջակցելու Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։ Տեղահանված արցախցիները կառավարությունից եւս 2 ամիս կստանան առաջնային կարիքների կեցության ծախսերի համար նախատեսված 40,000 դրամի աջակցությունը։ Ապրիլ եւ մայիս ամիսներին աջակցություն կստանան ոչ թե որոշակի խմբերի մարդիկ, այլ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված բոլոր անձինք։ Ապրիլի 1-ով, քանի որ դեռ ապրիլ ամսվա վճարման ցուցակները ձևավորված չէին, դա պետք է կատարվեր մինչև մայիսի 10-ը, այնտեղ կներառվեն նաեւ բացի առանձին խմբի անձանցից մնացած բոլոր անձինք։ Այսինքն ըստ էության 2 ամսով միջոցառումը 40,000 դրամ ամսական իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց համար։ Խոսքն ըստ Հարությունյանի 40+10,000 դրամ ծրագրի շահառուների մասին է, նրանց թիվը մոտ 98,000 է։ Սոցիալական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցնում է, կառավարության դեռ 2024-ի նոյեմբերի որոշմամբ այս տարվա հունվար-փետրվար-մարտին շարունակվելու էր 40+10,000 ծրագիրը ամսական 50,000 դրամ աջակցության չափով։ Ապրիլից հունիս ներառյալ ծրագիրը շարունակվելու էր միայն առանձին խմբի, առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, անչափահաս 63 տարին լրացած անձինք, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նպաստ ստացող անձինք։ Նրանք հուլիսից դեկտեմբեր կստանան ամսական 30,000 դրամ։ Իսկ այն միջոցառումը, որը ընդունել էինք, նույնպես պետք է սկսեր վճարումները ապրիլ ամսից, վերաբերում էր կարիքավոր անձանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրմանը, այս միջոցառումն էլ այս փոփոխություններով նույնպես երկարաձգվել է 2 ամսով, այսինքն միջոցառումը կսկսենք ոչ թե ապրիլ, այլ սկսած հունիս ամսին։ Այս ծրագրով նախարարությունն ընդհանուր առմամբ արդեն ստացել է մոտ 12,300 դիմում։ Դիմումներն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ընդունում է էլեկտրոնային եղանակով։ Որ Լոռու եւ Տավուշի մարզերում հաստատված արցախցիներն ունենան հող, զբաղվեն գյուղատնտեսությամբ, բարելավեն կենսապայմանները, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը 2023-ի դեկտեմբերից մեկնարկել է աջակցություն փախստականներին հողատարածքների հասանելիություն վարձակալության միջոցով ծրագիրը։ Նախ բարձել են հողագործությամբ զբաղվել ցանկացողներին, ապա համայնքապետարանների հետ գտել անմշակ հողերն ու սեփականությունը վարձակալությամբ տվող գյուղացիներին։ Մարդիկ, որոնք ցանկանում են թե հողատարածքները վարձով տալ, որովհետև շատ ընտանիքներ օրինակ Բերդի տարածաշրջանում տեղափոխվել են այլ երկրներ կամ Երևան են տեղափոխել եւ այդ այգիները նաեւ չի մշակում կամ լավ չի մշակում եւ այն մարդիկ իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախից տեղահանված ընտանիքները վարձակալությամբ վերցնեն, որոշները նույնիսկ առանց վճարի վարձակալության է վերցրել եւ այդ մեր շահառու ընտանիքները սկսել են մշակել։ Արդեն անցած տարի մենք լավ արդյունքներ ունենք, ընտանիքները, որոնք խաղաղագործությամբ են զբաղված, իրենք խաղը մթերել են։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը տեղահանվածների համար 3 հումանիտար ծրագիր է իրականացնում։ Բոլորի նպատակն է բարելավել նրանց սնուցման պայմանները, ստեղծել եկամտի աղբյուր ձվի, մրգի ու բանջարեղենի վաճառքից։ Մենք աջակցություն ենք տրամադրել 100 տեղահանված ընտանիքին եւ տրամադրել ենք իրենց 2500 հավ, բացան հավ, 27000 տոննա կեր, տրամադրել ենք նաև ջերմատներ, 15 ջերմատուն, ընդհանուր 135 քառակուսի մետր մեծությամբ եւ տրամադրել ենք նաև մեղվանտանիքներ, մոտ 30 մեղվանտանիք։ Նախքան ծրագրի մեկնարկը մենք իրականացրել ենք կենսապահովման պայմանների եւ կարիքների գնահատում եւ մեր գնահատման արդյունքում մենք վերհանեցինք, որ ազգաբնակչությունը լուրջ պակաս ունի պրոտեինային սննդի։
Միացյալ Նահանգները տեսանելի ապագայում չի նախատեսում ավելի ցածրացնել Մեծ Բրիտանիայի համար 10%-ից ցածր սակագները, չնայած այս շաբաթ Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջև կնքված առևտրային համաձայնագրի Business 24-ի փոխանցմամբ հայտարարել է Ամերիկայի առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։ Միևնույն ժամանակ Լատնիկը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է ցուցաբերել ճկունություն սակագների հարցում, օրինակ պողպատի, ալյումինի եւ օդանավերի պահեստամասերի հետ կապված, որոնք օգտագործվում են Boeing ինքնաթիռներում։ Մայիսի 8-ին Միացյալ Նահանգները եւ Միացյալ Թագավորությունը հայտարարել են առևտրի համաձայնագրի կնքման մասին։ Ի թիվս այլ բաների Վաշինգտոնը կնվազեցնի բրիտանական ավտոմոբիլային արդյունաբերության արտադրանքի ներմուծման մաքսատուրքերը մինչև 10%։ Բրիտանական ապրանքների ներմուծման նոր կանոնները պետք է ուժի մեջ մտնեն մոտ ապագայում։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.2%-ով կազմելով բարելի դիմաց $64.15։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.4%-ով կազմելով բարելի դիմաց $61.33։ Ոսկու միջազգային գինը նվազել է 2%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3277։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $103,980։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 12-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 388 դրամ 86 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 430 դրամ 74 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 79 լումա։